Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի բնակավայրերը կապող ճանապարհին գտնվող այս քաղաքը անտառային հրաշք է, որի մասին տեղացի բանաստեղծ Միքայել Սերունց-Անանյանը գրել է. «Անտառը քո մեջ է, ու դու անտառի մեջ դրախտի դուռ ես, իմ Դիլիջան»։ Հիմնական գրավականը մեր քաղաքի դա բնությունն է։ Բնության պատճառով են որ գալիս են այստեղ։ Խաչմերուկային քաղաքայինքը մեր Դիլիջանը։ Լինել Դիլիջանում ու չսիրահարվել հենց այս հրաշք բնությանը ինձ թվում է անհնար է։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ գեղեցիկ տեղեր պատահում են, բայց Դիլիջանում մի ձգողական մեծ ուժ կա, որտեղ որ անկախ ամեն ինչից ապրելով Դիլիջանում դառնում ես հենց դիլիջանցի։ Դիլիջանում իրագործվեցին նրա երազանքները։ Տարիներ առաջ Նատաշան եկավ, տեսավ և հաստատվեց Դիլիջանում, ամեն օր կոտրելով մարզային հանդարտ կյանքի կարծրատիպերն ու ընդունված կանոնները։ Նրա ստեղծած հարթակն ամենօրյա տքնաջան աշխատանքի ու պայքարի արդյունք է։ Ճիշտ կյանքում չէի գիտել նույնիսկ Հայաստանը ուր է։ Հարյուր% հայ եմ, բայց չէի մտածած կյանքիս մեջ, որ Հայաստան էր տամ եւ կորձ եկավ եւ եկա այստեղ ամեն օր տաքսի գելայի 8 տարի եւ ամեն օր ինձ գսեին ինչու էստեղ ես կորձ չկա 2006-ին։ Առաջինը մտածի պրոբլեմս չէ, ինձ ինչ, մարդիկ կորձ ունին, ես կորձ ունիմ, ես լավ եմ, բայց տարիներու ընթացքին կամաց նկատեցի, որ գերևի կապ ունիմ, գերևի բան մգրնամ ունել։ Էլի տարիներ գնաց, մինչև որ Դիլիջանի մեջ պրոյեկտ եղավ եւ համայնքին հետ աշխատեցա, գանայքներու հետ աշխատեցա, երեխաներու մեջ եւ կաֆե 2 ստեղծեցինք երեխաները ամեն գահույքներին եւ գանայքներն ալ դարբեր աքսեսուարներ եւ ճիշտը սիրահարվեցա 6 ամիս էստեղ անցկացուցի եւ սկացի դիլիջանցի գա մեջս։ Դիլիջանյան բնության գունագեղ ներկապնակը մեծ ազդեցություն է թողել այս արվեստագետի վրա։ Սոֆյան ստեղծում է ոչ միայն գեղանկարներ, այլև գոբելեններ։ Թելերով ստեղծագործելու գաղտնիքը մշտապես ձգել է արվեստագետին և հայրենի քաղաք վերադառնալուց հետո Սոֆյան գործեց իր առաջին պատվերը։ Երբ որ հայրս գրախանութից բերեց Գրիգոր Խանջյանի նկարների գիրքը, որտեղ կենսագրություն էր և նրա ստեղծագործությունների վերատպությունը, իմ վրա մեծ ազդեցություն էր թողել նրա գոբելենները։ Դա գրերի գյուտն էր և վարդանանք, այդ մոնումենտալ ստեղծագործություններն են։ Ես այնքան երկար էի նայում այդ նկարները,
ոնց կարելի է նկարով, թելով վերարտադրել, նկարը վերածել փաստորեն նոր լեզվի, նոր ձևի։ Դա ոնց որ մեջս նստած էր, բայց ուսումնառության տարիներին ես գեղանկարն էի շատ սիրում։ Դիլիջանի ձգողական ուժը նրա կյանքում մեծ դեր է խաղացել։ Հասմիկ Սողոմոնյանը մեծացել է Դիլիջանում, սովորել, ամուսնացել եւ ապրել է Երևանում։ Բայց ի վերջո, փախչելով մեծ քաղաքի աղմուկից, վերադարձել է իր ծննդավայր։ Դիլիջանում ժամանակ չկա, այստեղ ժամանակի զգացողություն ընդհանրապես չկա։ Երբ ես փոքր էի, այդ նույն կանայք, նույն ծաղկավոր խալաթներով ոնց կային, նենց իրենք մնացել են։ Այսինքն այդ կանայք իմ համար ինչ-որ կոնստանտ մեծություններ են ու իրանց կողքով է անցնում ժամանակը։ Եթե կարճ Դիլիջանը այդպիսին է իմ համար, եւ բացի նրանից, որ ինքը որպես բնություն շատ գեղեցիկ ու հարուստ է, ինքը նաև հնարավորություն է արվեստագետներին ապրելու եւ ստեղծագործելու եւ արվեստագետի համար լավագույն տեղն է։ Իմ հայրիկը միշտ սիրում է ասել, որ Դիլիջանը քաղցր լիճ է։ Դու գալիս ես, ընկնում ես այդ լիճի մեջ եւ այլևս դուրս չես գալիս, որտեւ իր այդ քաղցրությունը քեզ գերում է ու դու մնում ես գերի ամբողջ կյանքում։ Երևանից նկարիչները դե ոնց որ եկել են ստեղծագործել են, այստեղ շատ հավանել է Վանիկ Շարամբյանը, եկել է Դիլիջան, ինքը հիվանդ էր եւ այստեղի օդը նաեւ առողջարար էր։ Ինքը այստեղ լավ էր զգում եւ ոնց որ իր շնորհակալությունը այստեղ ցույց տալու համար վարպետներին հավաքել է, երեխաներին է հավաքել, փոքրիկ դպրոց կամ կենտրոն է հիմնել։ Երբ որ Վանիկ Շարամբյանը, հայտնի նկարիչը, շատ լավ գեղանկարիչ, ինքը հիմնադրեց ըստ էության նկարչական դպրոցը։ Այսօր էլ դպրոց կրում է նկարչի անունը եւ դպրոցը մեծացել է, այլևս այն փոքրիկ խումբը չի եղել, որ նախկինում եղել է։ Հիմա շատ աշակերտներ ունենք։ Հովհաննես Շարամբերյանի անվան հետ է կապված նաև Դիլիջանի ատաղծագործների փողոցը։ Որը ներկայացնում է հին քաղաքի կոլորիտն ու պատմությունը։ Քսաներորդ դարում Դիլիջանի ավանդույթները պահպանելու առաքելությունը ստանձնել էր ևս մի նվիրյալ՝ Սերիկ Դավթյանը։ (1920-ական թվականներից իր ձեռնարկությամբ ստեղծվեց այդ փոքրիկ գավառագիտական անկյունը, հավաքվեց հավաքածուն, այսպես հասունանալով
1950 թվականին թանգարանին հատկացվեց շենք։ Թանգարանը ինքնին հետաքրքիր է նրանով, որ երկու մասի է բաժանված, պատկերասրահ առանձին, հնագիտություն ազգագրության բաժինները առանձին։ Այցելուն գալիս է թանգարան, չի պատկերացնում, որ այսպիսի փոքր քաղաքում մեծ թանգարան կարող է լինել, մեծ հավաքածուով, որտեղ կարող են 16-րդ դարի նիդերլանդական արվեստից մինչև Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, այնպես որ շատ հարուստ է, գրաֆիկական բաժինն էլ չասեն, ասեցի դրա մասին, ինչքան հարուստ հավաքածու ունի։ Փոխադրեցա այստեղ եւ միտք աներ, որ ոչ թե միան կորձը ստեղծենք, այլ A to Z մարդկանց դեղ հասցնել, ոչ թե որ ցիրկ մսովորեցնենք փախին կերտանք ու վերջ։ 18-ն ավելի ուղղություն ունենք ցեմենտով, մետաղով, վերամշակված թուղթ, պլաստիկ, գավի դեսակներ, գտորով, լիքը բաներ սովորեցուցինք։ Հիմա ունենք համայնքի մեջ համայնք, հիմա գարդատրեն եւ ոչ թե միան գարդատրեն եւ գքնենք եւ գվաճառենք եւ մեր անունը Made-vel է, որտեվ իմաստը ճիշտ ինձի նման անգլերեն հայերեն բառն է։ Made եւ vel է հայերեն մասը, սարքվել էի փոխարեն Made-vel է, որ ես ճիշտ ով եմ։ Խառնուրդը, որ ինձի պես նման դիլիջանսի ամեն խառնված են իրար հետ, so Made-vel է, որտեղ Made-vel է by անունը մարդուն, որ ստեղծած է։ Հիմա համաշխարհային ցուցահանդեսներու գերտանք 19-ին առաջին անգամ Milan Fashion Week մասնակցեցանք եւ 4 խանութի մեջ կվաճառենք, գացինք Հունաստան, Անգլիա, Ամերիկա կվաճառենք հիմա, Ռուսիա, դարբեր տեղեր։ Շատ ուզում ենք նոր երես մտեսնան, նոր ոճ մտեսնան Հայաստանեն։ Ժամանակակից ու զարգացող Դիլիջանը ներկայացված է նաև երկրագիտական թանգարանում։ Թանգարանի յուրաքանչյուր այցելու կարող է հին հաստոցով ինքնուրույն տպագրել Դիլիջանի խորհրդանիշներից ու քաղաքը հավերժացնող փոքրիկ հուշեր տանել իր հետ։ Տպագրության հաստոցը, որը ձեռք բերվեց Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում, մենք շատ հարուստ գրաֆիկայի ֆոնդ ունենք եւ հենց դրա հիման վրա էլ փորձեցինք ստեղծել այդ վարպետաց դասերը մեր թանգարանում, որը այդ ժամանակ ուրիշ թանգարաններում չկար։ Լինոլեումի փորագրություն այցելուն չի անում։ Մեզ մոտ միայն տպագրության process-ն է, որտեղ վերցնում ենք այդ լինոլեումը, որ արդեն փորագրված է, եւ ներկը հարթեցնելով լինոլեումի վրա ու հաստոցի մեջով անցկացնելով ստանում ենք հենց այդ պատկերը, որը 15 րոպե հետո այցելուն իր հետ կարող է վերցնել։ Երբ որ առաջին անգամ փորձեցի արհեստական բանականությունը, իմ մեջ ոնց որ տարիներով պահված գաղափարները կարողացա ցույց դնել ու ավելի նյութական սարքել, ես ինձ անասելի երջանիկ էի զգում։
արհեստական բանականությունը շատ նման է քեզ, ինչպիսին դու ես, այնպիսին էլ քո ստեղծածն է արհեստական բանականությամբ, ու անպայման ամեն ինչի մեջ կա իմ համար Դիլիջան։ Ես երբ որ ինչ-որ բան եմ նստում ստեղծագործելու, պարտադիր դա Դիլիջանի մասն է։ Օրինակ, չգիտեմ, Մոնա Լիզան է քայլում Դիլիջանի փողոցներում, կամ Դիլիջանից ինչ-որ դրվագ է, որը ես փորձում եմ վերարտադրել, որովհետև դրանք դրոշմված են իմ մեջ, ես դրանցից չեմ կարող ազատվել, եւ այն մեծ ազդեցությունը, որ թողել է Դիլիջանը իմ էսթետիկ ընկալման վրա, ես դա չեմ կարող չնկատել, որովհետև երբ որ դու ամեն օր տեսնում ես քո աչքի առաջ բնության ուղղակի կատարելի լինելը, ինքը անպայման իր հետքը թողնում է։ Եվ ես չեմ կարող բաժանել, ասել այս մասում Դիլիջան կա, այս մասում չկա, այդտեղ Դիլիջանը իմ մեջ է։ Ես իրան անընդհատ կրում եմ ամեն տեղ։ Դիլիջանը մշտապես առողջարան քաղաքի կարգավիճակ է ունեցել, որտեղ հանգստացել և ստեղծագործել են Բաբաջանյանը, Խաչատուրյանը, Շոստակովիչը։ Տեղացիները վստահ են, որ հանրահայտ շատ մեղեդիներ ստեղծվել են հենց Դիլիջանի բնության շնորհիվ։ Այսօր Դիլիջանը շարունակում է զարգանալ ու կերպարանափոխվել։ Հիմա քաղաքը ոչ միայն առողջարանային, այլև կրթական և մշակութային կենտրոն է։ Դիլիջանում միջազգային դպրոց է գործում, UWC Դիլիջանը։ Կրթական ցանցի հարավկովկասյան առաջին դպրոցի շնորհիվ ամեն տարի Դիլիջան են գալիս պատանիներ աշխարհի տարբեր անկյուններից։ Խորոցներ կանգանում։ Հա, ինքը այսպես գնալու է, perfect, ու այսպես հետ անկալու։ Հա, թե չէ։ Չէ։ Ու ասենք բաց, ամենը բաց թող։ Մի հատ խնդրանք երկրորդն է լինելու։ Ինչպես։ Այս սրանք երկու հատ են լինելու, որ պահում։ Հա։ Սենց մի հատ իր կողմից գալու է շատ նուրբ է ասան։ Գնային, կփորձենք։ Դիլիջանցիները ինչքան մեր կողմեն կնկատենք նորություն ուզում են, հետաքրքիր ուզում են։ Չեմ ասել շատ կդարբերվի Հայաստանը մարզ, բայց գոնե մեր համայնքի կանայքները շուտ համոզվեցան, հավատք ունեին, որ դեղ կհասնին։ Շատ չենք խորացած ուրիշ համայնքներու մեջ, բայց ընտանիք են։ Հիմա մենք արդեն 18-ին ի վեր նույն մարդկանց հետ եւ երտալեն գմեզնագոր ուղագի ընտանիք են իրարու հետ եւ մենք շատ կկաչալերենք, որ ձերքի դեղ մի հասնենք, ոչ թե անհատ աշխատեցեք, այլ իրարու օգնելով, բրտելով, հերդո հարգավ Դիլիջանի օդը, բնությունը, ես ինձ համար փափուկ կսկամ Դիլիջանը ուրիշ համայնքի համար։ Միան որ հարցը որ այո ոչնես ինչպես պիտի բռնես իրարու, ինչպես պիտի միացնես եւ ասես չի կա այստեղ, գերեւի տրուբան ասանք պիտի տնես։
Դիլիջանը փոխվում է, քաղաքը մեծանում է, նոր շենքեր են հայտնվում, արագ դեմքը փոխվում է, բայց ամեն մեկն էլ երևի թե չարչարվում է այն հիմնական գծերը, որ Շարամբյանը թողել է, այդ պահպանեն։ Շատ հրաշալի է, դա ինձ դուր է գալիս։ Մենք մեկ նայում ենք այս մեր բնությանը, ու տեսնում ենք, որ այս ցածրիկ տները շատ ներդաշնակ են։ Ոնց որ Շարամբյանն էր ուզում այդ փոքրիկ թաղամասը Դիլիջանի պատմությունը պահի, այնպես էլ պետք է Դիլիջանը Հայաստանի համար պահպանվի։ Բոլոր ժամանակներում էլ պատմությունը ցույց է տալիս, որ բնակեցված է եղել այս տեղանքը եւ պեղումների ընթացքում դրանից բավականին հետո արդեն մատենագրված թվականներով հասկանում ենք, որ ինքը ծառայել է որպես աշակումների համար, որսատեղի, ամարանոց։ Մեր օրերում արդեն մարդիկ գալիս ու մնում են, այլ որպես ամարանոց ասածը մի քիչ ճիշտ չի լինի, որովհետև հիմնականում փողոցի այդ աղմուկ ամեն ինչը ուրիշ մեծ քաղաքներում մայրաքաղաքից փախչում գալիս են այստեղ ու բնակություն են հաստատում։ Դիլիջանի անդորը, օդն ու բնությունը դարեր շարունակ գրավել են բազմաթիվ ճանապարհորդների ուշադրությունը։ Այսօր էլ քաղաքը շարունակում է զարգանալ։ Թե տեղացիները, թե նորաբնակները ձգտում են պահպանել ու զարգացնել արվեստների քաղաք Դիլիջանը։